հստակեցնենք 2025-ի հուլիսից մեկնարկած պրոցեսի մասն է, չէ՞ հիմա։ Այո։ Եվ Հայաստանի Հանրապետությունում շատ են կառույցները, շինությունները, որոնք պատկանում են օրինակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որպես սուբյեկտ։ Սա միակ այդպիսի օրինակն է եւ միակն է։ Այո։ Դուք ո՞րն եք ակնկալում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը մենք ծանոթ ենք ու տեսել ենք, որ ի սկզբանե մերժում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը, չեն ցանկանում եւ այդպես էլ արտահայտել են, ասել են գոյություն չունի, անգամ ես հիշեցնեմ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը 2024 սեպտեմբերին, երբ վստահեցրել է, որ այդ շենքի մասն էլ պետք է վերանայենք, այս շենքի նկատի ունենալով։ Հիմա դուք ո՞րն եք համարում լավագույն լուծումը, եթե Հայաստանի Հանրապետության որդեգրած նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն իդենտիֆիկացնում որպես սուբյեկտի։ Տեսեք, մենք ունենք օրինակ 2022 թվականի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված փաստաթուղթ, որով նշվում է, որ Արցախի ներկայացությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված է որպես դիվանագիտական մարմին։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձին կրում էին եւ շարունակում են կրել դիվանագիտական անձնագրեր։ Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց պատկանող մեքենաներին տալիս էին դիվանագիտական համարանիշներ։ Բացի այդ, օրինակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, ես ամենահիշարժան իմ համար ակտը վկայակոչեմ, պետական բյուջեի մասին օրենքով հստակ նշված է, որ օրինակ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության տրամադրում է բարդ։ Այսինքն այդ պետական բյուջեով կարգավորող իրավարաբերությունները։ Բացի այդ գործում է հանձնաժողով, որը ընդ որում այդ Արցախի եւ Հայաստանի ազգային ժողովների մասին է խոսքը գնում, ընդ որում հանձնաժողովի նախագահը հանդիսանում հենց նույն ինքը Ալեն Սիմոնյանը։ Նույն ինքը կրկնում եմ Ալեն Սիմոնյանը։ Էլ ես չեմ խոսում անգամ վկայականում տեղ գտած, եթե լավ, այդպիսի սուբյեկտ չկա։ Վկայականում ինչու եք նշել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն։ Որ պահից է որոշվել, որ այդպիսի սուբյեկտ չկա։ Եթե 2023 թվականի սեպտեմբերից հետո այդ հարցին եւս կպատասխանեմ։ Բայց մինչև 2023 թվականի սեպտեմբերի եթե ընդունում էիք դա, ինչպես է ստացվում, որ հիմա չեք ընդունում։ Այ ինչ չասեք նախագահի հրամանագիրի, որովհետեւ դատան արձանագրեց արդեն, որ այդ հրամանագիրը ոչինչ է։ Այ ինչ է փոխվել, իսկ դա անչափ հետաքրքրում է պետության կողմից վարվող քաղաքականությունը, թե ինչ։ Բայց այդ համատեքստում ես կկիսվեմ նաև իմ կարծիքով։ Առհասարակ մեզ արցախցիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարելու պետության քաղաքականությունը ըստ իս պայմանավորված է հետևյալով։ Հայաստանը Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ նշում է ընդ որում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19 անգամ Պրահայում հայտարարություն հստակ տվեցին եւ ճանաչեցին որպես տարածքային ամբողջականության մաս։ Եթե Հայաստանը արցախցիներին ճանաչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, լուրջ խնդրի առջև կկանգնի միջազգային ատյաններում, որովհետև Ադրբեջանը այդ ժամանակ կարող է անգամ հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, նշելով, որ եթե դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիներն էին, բայց զուգահեռ ընդունում եք, որ Արցախ կազմել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա դուք ընդունում եք, որ ձեր քաղաքացիները ապօրինի գտնվել են Ադրբեջանում եւ օգտվել օրինակ օգտակար հանածոներից եւ այլն եւ այլն։ Այսպիսի գործողություններից խուսափելու նպատակով է, բայց սրա մասին պետք է մտածել եւ հասկանալ դեռևս համապատասխան հայտարարությունները կատարելիս Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն կամ ինչպես իրենք են նշում Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելիս։ Հիմա ինչ ակնկալումներ ունեմ ես ակնկալում եմ, որ արդարադատություն տեղի կունենա։ Որն է լավագույն լուծումը այս փուլում, եթե քաղաքականություն պետության էսա չեն ընդունում Լեռնային Ղարաբաղի գոյությունը։ Ախր դատարանի գործունեությունը կապված չէ պետության քաղաքականության հետ։ Դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է եւ դատարանը կարող է կայացնել վճիռ, որ բխում է օրենքներից եւ սահմանադրություններից, ոչ թե պետության կողմից վարվող քաղաքականությունից։ Շատ է, մի հարց էլ արդյոք այս որոշումը, որը ասենք հավանական ամենաբացասական սցենարով գնանք, մերժումը, որ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չեն իդենտիֆիկացնում, կարող է ազդել եւ նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բոլոր քաղաքացիների համար, որոնք ունեն խնդիրներ, այո, նաեւ Արցախի Հանրապետությունում, էլի ապացուցելու, որ այս տունը իրենն է, շենքը իրենն է, կարող են ուղղում տալ Հայաստանի Հանրապետության այս նախադեպային որոշման եւ ասեն չենք իդենտիֆիկացնում այդպիսի հանրապետություն չի եղել, դուք եք Ոչ միայն այդ, ես վկայակոչեմ նաեւ որոշման այլ
ցավալի հետևանքներ հնարավոր որոշման։ Նախ ես շատ մեծ եւ խորը ցավ եմ ապրում, որ դատարանները եւս առաջնորդվում են պետության քաղաքականությամբ։ Այն դեպքում, երբ որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, ես այդպիսի եզրահանգում եմ կատարում հենց այսպիսի դատական ակտեր ուսումնասիրելով, բայց մենք ունենք նաև դատարաններ, որոնք այլն են արձանագրում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր մեկ դատական ակտով մերժել է Արցախի Հանրապետության դատական ակտի ճանաչումը, նշելով, որ այդ ակտը ճանաչման կարիք չունի, համարելով այդ ակտը ներպետական ակտ։ Այ օրինակ սա իմ համար շատ կարևոր արձանագրում է, որը կատարվել է Հայաստանի, որ չի դիտարկել որպես օտարերկրադատական ակտ, եւ ասել այդ ակտը արդեն կայացված է եւ ընդհանրապես կատարման ենթակա է։ Հիմա եթե դուք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չեք ընդունում, մոտ գիտեք ինչքան տրամաբանական եւ բազում հարցեր է առաջանում։ Ներկայումս գիտեք քանի անձ է ազատազրկված եւ իր ազատազրկման պատիժը կրում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա։ Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժ, բայց այդ մարդիկ այստեղ պատիժը կրելու ստացվա, որ անօրինական պատիժ են կրում։ Երկրորդ, շարունակեմ։ Երկրորդ, գիտեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունում քանի արցախցի դատավոր է պաշտոնավարել։ Մինչև 2000 անգամ 24 թվականը, 23 թվականից հետո։ Ես հիմա դատավորների տվյալների չեմ մեջբերի, բայց գիտեք քանի դատավոր է պաշտոնավարել։ Բայց եթե նրանք քաղաքացիություն չունեն, ինչ հաստատում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին օրենքով էլ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության հետ թվում նաեւ դատավորի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի քաղաքացի։ Ինչ հաստատում անօրինական դատական ակտերին կայացում է դատավորների կողմից, այդ քննիչների, այդ դատախազների կողմից, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեին բացարձակապես։ Այսինքն Հայաստանի քաղաքացիներ չէին ըստ պետության կողմից արտահայտված դիրքորոշման։ Այս սրանք հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Սրանք լուրջ հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Եվ այս որոշումը հետագայում նաև Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունումը շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Այդ թվում նաև միջազգայնացիաներին։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունման պարագայում ու չնայած պետությունը արդեն միջազգայնացիաներից հետ է կանչում արցախցիների վերաբերյալ դատական ակտերը, բայց այնուամենայնիվ այդ դատական ակտերի հիմքում կարող է տրվել այսպիսի որոշումներ, եւ Ադրբեջանը կարող է հողում կատարել այսպիսի որոշումների։ Սա ճակերտներում միգուցե իրենք փորձեն ներկայացնել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի Հանրապետության ներկայացության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։ Ես հիշեցնում եմ, որ այս շենքը ժամանակին հանդիսանում էր, այս շենքը, որտեղ մենք ներկայումս գտնվում ենք, ես հրապարակել եմ անգամի մեջում լուսանկարը, ժամանակին հանդիսացել է Ադրբեջանի դրամատիկական թատրոն։ Երևանում, ինչպես իրենք են նշում, Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի մշտական տեղակայման վայր։ Եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահը շատ մեծ շուկով նշել է Ադրբեջանի Հանրապետության անգամ օր է սահմանել եւ նշել են Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի, եթե չեմ սխալվում, 120-ամյակը, որին հաջորդել է ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունները եւ ՀԱ ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան զեկուցագիր է ներկայացրել դատախազությանը, որի հիման վրա էլ հայց է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Իրազունք գույքը ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած գույք ունի պետք իրավ։ Նույն ավտոմեքենա, երախոս, Մենք ասենք երեք անձների գրավելու բոլոր բաները մերժել են։ Այդ դեպքում ում է համարում սեփական։ Այդ նույն հարցը մենք ենք տալիս։ Այդ նույն հարցը մենք ենք դատարանի տալիս։ Այո, հարցը կա, բայց դատարանը պետք է գոնե ձեռով իր այսպես ասած կարծիքը ներկայացնի դատականության խոսքում։ Լավ, եթե այս սուբյեկտը տերը չէ, սեփականապես, այս դեպքում ում, սա ինչ է, իրազուկ գույք է, անտերի գույք է։ Տեսեք, իրենք հայց չեն ներկայացել գույքը տիրազուրկ ճանաչելու եւ դա տիրապետողի սեփականության հանձնելու, չնայած այդ դեպքում անհրաժեշտ է կներեք, չնայած այդ դեպքում անհրաժեշտ է նաեւ ձեռքբերման վաղեմության նախապայմաններ, բայց այնուամենայնիվ հիմա որոշակիորեն իրավաբանական տիրույթ մտանք, իսկ ձեր ասածը, որ դատանը պետք է որևիցե ձև պատճառաբանի, այդ նույն հարցը, այդ նույն մտահոգությունները իմ մոտ կա։ Այ օրինական դատական ակտով, այո, դատանը ի վերջո անգամ ի միջնորդության կարիքն է բացակայում։ Դատանը պետք է որոշի ում է սեփականազրկում։
Ախր հայցա ներկայացված է Հայաստանի, տեսեք, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի։ Իր երկու պետական մարմինները իրար հետ վիճում են։ Գլխավոր դատախազությունը ընդդեմ կադաստրի։ Վիճում են ոչ թե կադաստրի գույքի շուրջ, այլ վիճում են մեզ պատկանող գույքի շուրջ, բայց մեզ մասնակից չեն դարձնում եւ մեզ չեն լսում։ Հա, վարչական դատավարությունը նախատեսում է, որ հայց ներկայացում է մենք չենք ասում, մենք գործով պետք է ներգրավենք որպես պատասխանող, որովհետեւ մենք չունենք այդ իրավական հնար, բայց մեր սեփականազրկման հարցն է քննարկում։ Մենք պետք է լսված լինենք, մենք պետք է մեր դիրքորոշումները ներկայացնենք, մենք պետք է դատական ակտի մեր անհամաձայնությունը արտահայտելու հնարավորություն ունենանք։ Լավ, եթե գտնում ես կառավարությունը չի, ով է գրանցված իրավատերը, իրան էլ ներգրավի, ես հստակ դատարանին այդ խնդրանքը գրել եմ։ Ասել եմ դուք ex officio դուք ի պաշտոնե գործի քննություն եք իրականացնում։ Հա, վարչական դատարանի երրորդ անձան ներգրավում անձի համապատասխան դիմումի հիման վրա, բայց վարչական դատարանը զրկված չի նաև իր նախաձեռնությամբ գործող մասնակից դարձնել։ Ի վերջո ում է սեփականազրկում, այդ մարդին երրորդ անձ այդ անձին երրորդ անձ դարձնում։ Չի դարձնում եւ չդարձնելու պատճառը այս դատական ակտը սրանով վերջնականապես հարցի լուծումն է։ Մայիսի 22-ին կայացվեց, հունիսի 23-ին մտավ ուժի մեջ, վերջ էր մենք որևէ գործողություն չենք կարողանալու կատարել։ Բայց եթե պայմանական մենք լինեինք երրորդ անձ, մենք կարող ենք այդ դատական ակտը բողոքարկել, օրինակ վարչական դատարանը, վերջական վերաքննիչ դատարանը իր հաջորդի որոշումը կայացվել 27 կամ 28 թվականին։ Էլ ես չեմ խոսում Ուջրաբեկ դատարանի մասին։ Եվ մեր նպատակը երրորդ անձ ներգրավելու, ձեզ բաց բոլորին ասեմ, ես այնպես չի, որ Զարիկյանից ակնկալում եմ, որ ինքը կայացնելու է հայցը մերժելու վերաբերյալ վճիռ։ Կարծում եմ, ես այսպես եմ գնահատում, որ մինչև հիմա իր արտահայտած դիրքորոշումները արդեն իսկ վկայում են իր իմ կարծիքով կանխակալ լինելու մասին եւ կայացվելու է հայցը բավարարելու վերաբերյալ դատա, որովհետեւ դու իրավասուբյեկտությունը չես ընդունում գրանցված իրավատիրոջը, դու ոնց կարող այդ հայցը մերժես։ Երբ որ դատախազությունը իր հայցը հիմնավորում է նաեւ Արցախի իրավասուբյեկտայնության բացակայության, բայց դու արդեն միջանկյալ դատական ակտով դրան տալիս ես գնահատական։ Ինչևէ, մեր նպատակը այն է, որ գոնե այս դատական ակտը բողոքարկենք, միգուցե քանի որ հետագան կախված է պետության կողմից վարվող քաղաքականությունից, միգուցե հաջորդ իշխանությունը այս նույն քաղաքականությունը չի վարի եւ դատախազությունը կհրաժարվի իր հայցից։ Բայց այս հնարավորություն, այսքան իրանք էլ են շատ լավ գիտակցում եւ հասկանում։ Եվ դրա համար մայիսի 22-ի վճիռը իրենք նախատեսում են, որ ուժի մեջ է մտնելու հունիսի 23-ին։ Եվ դրա հիման վրա արդեն այս պետական գրանցումը համավեր համարվելով Արցախի բոլոր ներկայացուցիչներին դուրս են բերելու տարածքից։ Իհարկե մենք դրա հակաքայլերը ունենք, մենք արդեն ունենք մտածված մարտավարություն, ես շտապում եմ իրենց հուսահատել, մենք ունենք նաև գրանցված իրավատեր, ով որ այս գույքի անհատույց օգտագործողն է հանդիսանում, խոսքը վերաբերում է Fides Universal վարկային կազմակերպությանը, որ ժամանակին գրանցվել է այստեղ որպես գույքը օգտագործող եւ իրանց արդեն Զարիկյանը ստիպված դատավոր Զարիկյանը ստիպված երրորդ անձ ներգրավել է եւ իրենց անունից մենք մեր դիրքորոշումներն էլ կներկայացնենք բողոքարկման իրավունքից էլ կօգտվենք, բայց փաստը մնում է փաստ, որ կոնկրետ իրավատերը Արցախի հանրապետությունը զրկված է դիրքորոշում ներկայացնելու եւ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից։ Ոչ, այս գործի շրջանակներում չէր, բայց վստահեցնում եմ, որ այդ քննչական գործողությունների շարժառիթը բխում էր նաև այս գործի շրջանակներից։ Այդ հիբրիդային պատերազմի մասին է խոսում, այդ նույն հիբրիդային պատերազմ։ Իհարկե, Արցախի հանրապետության սահմանադրության օրվա արդիվ կազմակերպված նիստից հետո անմիջապես հետո տեղի ունենում այսպիսի գործոց, ձեր կարծիքով սա պատահականություն է, կամ երբ որ Արցախի հանրապետության նախագահը լրատվամիջոցներին ճեպազորույց է տալիս դատարանի շենքի անմիջապես առջևի հատվածում 20 րոպե հետո քննչական կոմիտեից նրան հրավիրում են Սարգիս Գալստանյանի գործով հարցաքննության։ Կադաստրը որևէ դիրքորոշում ընդհանրապես չի ներկայացրել։ Կներեք ոչ թե Սարգիս Գալստանյանի գործով էին կանչել հարցաքննության, այլ Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով էին կանչել հարցաքննության։ Ընդ որում ներկայացության շենքում տեղի ունեցող իրադարձություններն էլ պայմանավորել են, ես այս մասին արդեն նախապես հայտարարել էի, միջև համապատասխան տեղեկությունների հրապարակման արգելք ստանալը, բայց այնուամենայնիվ քրեական վարույթը կարծում եմ արդեն բոլորդ էլ տեղյակ եք, որ այդ նույն քրեական վարույթի շրջանակներում այս խոզարկությունը իրականացվել, որ տարվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ես այսպեսի մի հարց տամ, ինչպես ուզում եք պատասխանեք, դատավոր Զարիկյանը Ադրբեջանի դրամատիկական թատրոնին է պատկերացնում որպես սեփականատեր։ Ես չեմ կարող այդ կապակցությամբ որևէ դիրքորոշում արտահայտել, ինչ ասեմ,
Այդ մարդը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նորանշանակ նախագահն է։ Դատավոր Զարիկյանը հանդիսանում է վարչական դատարանի նորանշանակ նախագահ, ընդ որում ես մի ստատիստիկան վիճակագրություն եւս հրապարակեմ, հիմնականում արցախցիների կողմից վարչական դատարան ներկայացված հայցերը մեծամասամբ մերժման են արժանանում հենց դատավոր Զարիկյանի կողմից։ Այսինքն, եթե 10 հայցից, չգիտեմ, 6-ը մերժում է արցախցիների, այդ 6-ից 5-ի նախագահ ու դատավոր Զարիկյանն է։ Իրականում ինչպես է որոշում, թե ինչպես պետք է որոշվի։ Ընդհանրապես ինչպես պետք է որոշվի։ Այդ հարցը ճիշտ կլինի դատավոր Զարիկյանի տակ եւ ինքը ինձ թվում է անկեղծ կասի ինչպես է որոշում։ Ինքը հանդիսանում է, կրկնում եմ, վարչական դատարանի նախագահ։ Վարչական դատարանի նախագահը հենց ինքն է հանդիսանում։ Օրենքով ինչպես պետք է որոշվի, այլ հարց է, ինչպես է իրականում որոշում, ես կարող եք նաև գրավոր հարցում ուղարկել վարչական դատարանի նախագահին կամ դատական դեպարտամենտին եւ տեսնել օրենքով ինչպես է որոշում կամ իրականում ինչպես է որոշում։ Շատ լավ կլիներ, երբ որ օրենքով եւ իրականում որոշվածը լիներ նույնանման, բայց ես այս կապակցությամբ դիրքորոշում չեմ արտահայտի։ Կաշկանդված եմ նաև վարքագծի կանոններով եւ հնարավոր քրեաիրավական հետևանքների վրա հասնելու մտավախությամբ, ուստի փորձում եմ լինել հնարավորինս զուսպ մասով։ Ամեն դեպքում նշեցիք, որ մայիսի 22-ին հրապարակվելու է պետական արժե։ Մինչև մայիսի 22-ը երրորդ կողմ չներկայացնելու դեպքում ինչ է կանելու, որովհետեւ կարողանա կանխել, որովհետեւ որոշումից հետո արդյոք հնարավոր է կանխել։ Ես նշեցի, որ Ֆիդես ունիվերսալ վարկային կազմակերպությունը այստեղ գրանցված իրավատեր է եւ պատկերացնում եք Ֆիդեսի ներգրավում են որպես երրորդ անձ, էլի Ֆիդեսի ներկայացուցիչը եւս ես եմ։ Ֆիդեսի ներգրավում են որպես երրորդ անձ, քանի որ Ֆիդեսը Հայաստանի կազմակերպություն է, այսինքն ինքը կենտրոնական բանկից իր լիցենզիան ստացել է որպես իր հավանական անձ գրանցվել է Հայաստան։ Ֆիդեսի ներգրավում են, բայց գրանցված իրավատիրոջը չեն ներգրավում։ Բա լավ, Ֆիդեսը ումից է այդ գույք անհատույց օգտագործման իրավունքով վերցրել։ Կամ Ֆիդեսի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքը ո՞րն է։ Արցախ հանրապետության եւ Ֆիդեսի միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։ Ես մեր դիրքորոշումները ներկայացնելու եմ հենց Ֆիդեսի անունից եւ փորձելու եմ Արցախ հանրապետության շահերը պաշտպանել, ստիպված եմ լինելու փորձել հենց միջնորդավորված կամ ոչ ուղղակի եղանակով։ Ես ստիպված եմ լինելու այդ գործողությունը ձեռնարկել։ Իհարկե։ Մեկ էլ մի բան ճշտի կադաստրի կոմիտեին երկա գրանցվել 2007 մարտ։ Տեսեք, կադաստրում մի քանի գրանցում է կատարվել, այս պայդուրության վիճարկում 2007-ի մարտի ակտը, ինչու, որովհետև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքը 2006 թվականն այնտեղ, միջև այդ չէր գործում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենք չէր գործում, եւ կառավարության որոշումի ինքնին համարվում էր, այսպես ասած, սեփականությունը հավաստող փաստաթուղթ։ Անգամ իրավարաբերության պահին գործող օրենսդրությամբ այնտեղ դրանք ավելի բարձր իրավաբանական ուժ ունեին, քան թե պայմանագրերը։ Ու կան որոշակի հիմքեր, որոնք չեն պահանջում, օրինակ դրանից չի արտացոլում նվիրատվության պայմանագիր կնքելու պարտադիր այստեղ քաղաքապետարանը ընդհանրապես ըստ իրենց ինչ պետք է լիներ, քաղաքապետարանը եւ Արցախ հանրապետությունը պետք է կնքեին նվիրատվության պայմանագիր, որ ըստ իրենց չի կնքվել։ Բայց գիտեք, չէ, Երևանի քաղաքապետարանի կայքն էին այո, մինչև հիմա Արցախի ներկայացուցչության շենքը նշվում է էլի այդտեղ, որպես հեսա իրանց Երևանի քաղաքապետարանի կայք։ Անգամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, եթե նայեք Արցախ հանրապետության գրեթե բոլոր մարմինները, անգամ օրինակ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը, մինչև հիմա գրանցված է իրանց էջում։ Ես ավելին ասեմ, հիմա ես ձեզ որոշակի տեղեկություններ հրապարակեմ։ Արցախ հանրապետության ներդրումային հիմնադրամի հետ կապված։ Դուք տեղյակ եք, որ Արցախ բանկ փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է, խոսքը վերաբերում է 45-ից ավելի տոկոսների մասին, պատկանում է ներդրումային հիմնադրամին։ Կամ ներդրումային հիմնադրամում կան ահռելի թվերի հասնող միջոցներ, որոնք այս պայդրությամբ սառեցված են։
Հիմա հարց առաջանում այդ Արցախի բաժնետոմսերի հարցը ինչպես է լուծվելու։ Ներդրումային հիմնադրամը Հայաստանում չի կարողանում գրանցվել որպես սուբյեկտ, որովհետև երբ որ օրենք ընդունեցին եւ հետագայում երկարաձգեցին մինչեւ դեկտեմբերի 1 կամ 31-ը չեմ հիշում, ըստ որի իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագրանցում ստանան, բացառություն կատարեցին այն իրավաբանական անձանց, որոնք հիմնադրվել են պետության կամ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց կողմից։ Հիմա Արցախի բաժնետոմսերը ինչ ճակատագրի է արժանանալու խոսքը պատկերացնում եք ինչ թվերի մասին է, կամ Արցախի ընդհանրապես սառեցված միջոցների ինչ ճակատագրի են արժանանալու։ Այս միջոցները, եթե այս միջոցներով կարելի է երևի մի փոքրիկ Արցախ կառուցել Հայաստանի Հանրապետությունում, բայց այս միջոցները չեն տալիս, դրա փոխարեն ինչ որ 40+10 են 10 էին տալիս, հետո հետագայում 10, 30, մեքենայի տարեթիվ եւ այլն, դե, բայց միջև հիմա եկեք մի արձանագրենք մի կարևոր հանգամանք եւս էլի, բոլոր քաղաքական հետապնդումները, որոնք տարվել են արցախցիների նկատմամբ, ի վերջո վախճանվել են, ոչ իրենց օգտին, օրինակ Ստեփանակերտի քաղաքապետը արդարացվեց, հավաքանու բոլոր անդամներն արդարացվեցին, այնքան բազմից Աշոտ Դանիելյանը, այս նախագահի, այո, ոչ խոսքը վերաբերվում է տիկնապային, օգնականի, ում նկատմամբ տանում էին քրեական հետապնդում, ինչ-որ մտածածին շարժարիտներով, ինչ եղավ այդ քրեական հետապնդումը, կամ այլ քրեական վարույթներ, որոնք նախաձեռնվել են Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց նկատմամբ։ Առհասարակ դատախազությունը իրավական շահագրգռվածություն այս հայցում չունի։ Ես այնքան դիրքորոշումներ եմ ներկայացրել, որ շատ կուզենայի, որ դատավոր Զարիկյանը դրանց որևիցե ձև արձագանքեր եւ պատասխաներ։ Բայց ինչ ասեմ, հիմնավոր է համարվել ավելի քան 15 տարվա դատարան դիմելու ժամկետի բաց թողումը։ Այստեղ խոսքը հայցային վաղամության մասին չէ, սա խոսքը դատարան դիմելու ժամկետի մասին է։ Սա այնպես չի, որ պետք է միջնորդես հայցային վաղամություն կիրառվի, չէ, սա կոնկրետ օրենքով նախատեսված է դատարան դիմելու ժամկետ։ Հիմա եթե ես ցանկանամ քաղաքապետարանի մի ակտ վիճարկեմ, որի ժամկետը բաց թողած լինեմ 2 օրով, էլ հիվանդության տեղեկանք ներկայացնեմ, էլ այս մեկը ներկայացնեմ, կասեն ժամկետը բաց ես թողել։ 15 տարվա ժամկետի բաց թողում եք հարկերի համարել։ Քանի որ ուսումնասիրությունը միգուցե իրականացել ազգային ըստ դատարանի պարզաբանման դատախազության այս հանգամանքը հայտնի է դարձել ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններից հետո եւ ասում են, որ այդ ժամկետի հոսքը պետք է սկսած համարել այդ պահից, երբ որ ազգային անվտանգություն, այսինքն միջև հիմա դատախազությունը տեղյակ չէ, որտեղ Արցախ հանրապետության ներկայացության շենք կա, կամ ինչ եղանակով այդ փոխարից հիմա այլի սկսեց հետաքրքրել բոլորը։ Ну, այդպես է էլի ստացվում։ Այդպես է ստացվում, բայց ունենք, կրկնում եմ, փաստաթուղթ տրված ագնախարարության կողմից, համաձայն որի Արցախ հանրապետության ներկայացությունը այստեղ գրված է որպես դիվանագիտական մարմին։ Բա պետության իմունիտետը, բա դիվանագիտական մարմինների իմունիտետը, սրանք այնքանով որ կանոններ են, որոնք մտցրել եք դատավարական օրենսդրության եւ այլ իրավական ակտերի մեջ։ Ի վերջո կողմնորոշվեք էլի։ Դե բոլորը հիշում եք Արցախ հանրապետության ներկայացության շենքի դարպասների ջարդումը։ Այս սրանից հետո էլ ինչ մեկնաբանություն տանք այս ամեն ինչին։ Ցավալի է, ես հատկապես իմ համար շատ ցավալի է, որպես փաստաբան, որպես իրավաբան ցավալի է, որ դատարանները առաջնորդվում են պետության կողմից վարվող քաղաքականությամբ։ Այդ դուք շատ ճիշտ եք հարց տալիս։ Ասում եք, եթե պետության քաղաքականությունը այդպես է, ինչ անել։ Ախր այդպես չի պիտի լինի, այդ դատարանները, այդ իշխանության այդ ճյուղը քաղաքական մարմին չէ, քաղաքականությամբ առաջնորդող մարմին չէ։ Սահմանադրություն, օրենք, միջազգային իրավական ակտեր։ Սրանք բոլորը անտեսված են, փաստացի անտեսված են մեր դատարանների կողմից։ Իսկ ներողություն, ծառայեցված միջոցների մասին խոսեցիք, դրանց մասին երբեք չէ, որևէ Ոչ, որևիցե ձև։ Ասեմ ավելին կൂട്ടակային կենսաթոշակները արցախցիների, որոնց ընդհանուր գումարը շատ մեծ է, այս պահի դուրությամբ միլիարդների մասին է խոսքը, տասնյակ միլիարդների։ Այս պահի դուրությամբ իմ կարծիքով հափշտակված են Հայաստանի Հանրապետության կողմից։ Այդ բոլորի կൂട്ടակային կենսաթոշակները, Թունայվի կൂട്ടակային կենսաթոշակները, թե ինչ ճակատագրի են արժանացել, այս կապակցությամբ նաև Սահմանադրական դատարանը համապատասխան դիմում հասցեագրված, բայց այնուամենայնիվ կൂട്ടակային կենսաթոշակները հափշտակվել։ Հայաստանի Հանրապետությունը, որ դրա նկատմամբ այդ արցախցիների վճարածներն է, որ դրա նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չէր կարող, փաստացի հափշտակել է։ Հիմա այսինքն կենսաթոշակ ստացող անձինք այստեղ
չես տանում այդ թոշակը։ Չէ, ստանում են, խոսքը վերաբերում է կൂտակային կենսաթոշակների, դա մի քիչ այլ հասկացություն է։ Պաշտոնատար անձինք նրան չեն ստանում Պաշտոնատար անձինք զրկված են նաև այո, որոշում կայացրեցին, որոնք վերաբերում էր զինծառայողներին, բայց դատախազներին չի վերաբերում, դատավորներին ունենք դատավորներ, որոնք դիմել են դատական պաշտպանության եւ անգամ դատանը պարտավորեցրել է նրանց կենսաթոշակ նշանակել։ Ես չգիտեմ, Տիկին Արժանյանը դիմել է, թե չի դիմել, բայց Հա, դեռ չեն հրապարակել, բայց մենք ունենք արդեն հրապարակված եւ բավարարված դատական ակտեր, այդ թվում նաեւ վերաքննիչ դատարանի կողմից վերահաստատված դատական ակտեր, համաձայն որի դատավորների նկատմամբ կենսաթոշակներ նշանակել։ Քննիչները այստեղ իրենց հանրային ծառայության կենսաթոշակները չեն ստանում։ Իսկ պետությունը տրամադրում է կենսաթոշակ միայն զինծառայողներին, որոնց թվին է դասում նաեւ ոստիկանության ծառայողներին ու ազգային անվտանգության ծառայողներին։ Բայց հարկային ծառայողները, հարկադիր կատարման ծառայողները, քննիչները, դատախազները, դատավորները մասնագիտական կենսաթոշակ չեն ստանում։ Այսքան շնորհակալ եմ նաև ուսաբանելու համար, կրկնում եմ, պատմության դասագրքու տեղեկությունների դեմ պայքարը մենք պետք է վարել